Բարև ձեզ, ես Վարդանն եմ, այսօր ձեզ եմ ներկայացնելու Կալաշնիկովի ձեռքի գնդացիր, դրա քաղաքացիական տարբերակը, հայերեն հապավումը ԿԶԳ, ռուսերեն ՌՊԿ, ռուչնոյ պուլեմյոտ Կալաշնիկովը։ Արտադրված է տվյալ զենքը, հավաքված է ավելի ճիշտ տվյալ զենքը Հայաստանում, մոդելը Ամբերդ 3A 7.62-39 մմ տրամաչափի փամփուշտների համար է նախատեսված։ Իդեպ զենքը կարող եք ձեռք բերել թվանք ռազմախանութում, ինչպես նաև ազատազենի Երևանի հրաձգանում կարող եք կրակել սույն զենքից։ Շատ բան չենք կարա, նոր բան չկա իր վրա։ Զենքի երկարությունը ընդհանուր 1040 մմ է, փողի երկարությունը 590 մմ, ի տարբերություն Կալաշնիկովի ինքնաձիգից, նրանը 415 է, դրա համար էլ գնդակից նախնական արագությունը 715-ի փոխարեն 745 մետր/վայրկյան է։ Նախատեսված է ռազմական իրավիճակներում թշնամու կենդանի ուժը ոչնչացնելու, ինչպես նաև մեծ խմբավորումների վրա ճնշող կրակ վարելու համար։ Նշանառու հեռավորությունը մինչև 1000-ը գրած է նշանահարթակի վրա, սակայն էֆեկտիվ կրակի հեռավորությունը չի գերազանցում 400 մետր։ Պահեստատուփը արդեն, ինչպես տեսնում եք, ավելի մեծ է, 45 փամփուշտի համար է նախատեսված։ Մնացած կոմպոնենտները նույնն են՝ փող, փողակալ, գազախողովակ, փողատուփի կափարիչն է, ատրճանակային բռնակն է, իդեպ բռնակը մի քիչ ավելի հարմարեցված է բռնվածքի համար։ Ունենք ապահովիչ, որը ունի 2 դիրք, սակայն 2 դիրքում էլ ինքը կրակելու է մենահատ կրակոցներով, քանի որ հիշում ենք, որ սա քաղաքացիական զենք է։ Ստեղ հենակներ ունի, ավելի ստաբիլ կրակ վարելու համար, թե պարկած դիրքից, թե կանգնած դիրքից ինչ-որ մի բանի հենելով։ Քաշը 4.6-ից 5 կիլոգրամ է տանվում առանց լիցքավորված պահեստատուփի, 5-ից 5.5 կիլո լիցքավորված պահեստատուփով կախված է, թե կոմպոնենտները ինչ նյութերից են բաղկացած։ Օրինակ, այս թեթև տարբերակն է, պլաստիկ է, փողակալ, գազախողովակ, փողի պահպանակով եւ մնացած դետալները, կոթը եւ ատրճանակային բռնակը թեթև նյութերից են պատրաստված։ Կրակում է 7.62-39 տրամաչափի փամփուշտ, ինչպես արդեն նշեցինք, դա սովորական ինքնաձիգի Կալաշնիկովի ինքնաձիգի 47-ի մոդիֆիկացվածի AK-103-ի տրամաչափն է, կամ ժողովրդի մեջ մտած AKM-ի տրամաչափի փամփուշտներ է կրակում։ Փամփուշտները եւս կարող եք ձեռք բերել թվանք ռազմախանութից, որը գտնվում է Երևանի ազատազեն հրաձգանում։ Այսքանով մենք արդեն տեսական մասը կարող ենք ավարտած համարել եւ անցնենք հրաձգության։ Այժմ մենք գտնվում ենք ազատազենի Երևանի հրաձգանի խրամատների հատվածում եւ խոցելու ենք կանաչ թիրախները, բայց խոցելու ենք 3 դիրքերից՝ կանգնած, պարկած եւ հենակին հենած, այսինքն մտնելու ենք խրամատի մեջ։ Դե սկսենք։ Թուղթը գնաց։ Այս մեկը չի դա։ Հինգատը թողնա։
Ստուգեցինք, որ պահեստատուփը դատարկ է, այսպիսով հրաձգության ավարտ անվտանգության կանոնները պահպանելով։ Հորդորում եմ բոլորին գալ 5 շաբթի օրերը զենքի քննության, ով զենք չունի դեռ, զինվեք, մեր հրաձգանի դռները բաց են բոլորի առջև, ինչպես նաև ինչով կարող ենք կօգնենք, էլի։ Թվանք ռազմախանութն էլ արդեն որոշ ժամանակա բնականon ռեժիմով աշխատում է ու լավ լիքը զենքեր ենք ստանալու։ Այս էլ հայկական հավաքման, հեսա տեսեք գրած Ամբերդ։ Բաժանորդագրվեք մեր Patreon-ին, որպեսզի ունենանք ավելի որակյալ տեսանյութեր։